Գերոն հիմնադրամի համար պատմական օր է, որովհետև այսօր Թումանյանի ծննդյան օրը մենք բացում ենք Կերոնի վերնատան դռները։ Երեկ դուրս եկավ մեր 24 և 25 թվականների տարեկան հաշվետվությունը միասին, որտեղ մենք ամփոփել ենք թվերով, նախագծերի քանակով, բյուջեով մեր արված աշխատանքը այս 1.5 տարիների ընթացքում։ 70-ականների վերջին 80-ականների սկզբին մի խումբ մաթեմատիկոսներ մտավորականների հավաքներ էին կազմակերպում Ծաղկաձորում, որտեղ հավաքվում էին Սիլվա Կապուտիկյանը, Շիրազն ու քանդակագործ Քոչարը, մաթեմատիկոս Մերգելյանը, Լուսինե Զաքարյանը, եւ այդ հանդիպումներից էր ծնվում տվյալ դեպքում ազգային վերածնունդի գաղափարը նաև։ Վանան է, ես լսում եմ ու չեմ պատկերացնում, որ 1.5 տարվա ընթացքում է եղել այն ինչ որ իրականացրել եք։ Իմ հայրը լավագույն օրինակն է ինձ համար եղել, թե ինչպես կարելի է սիրել հայրենիքը անմնացորդ, առանց շատ խոսելու եւ լուր ու զուս բանելով հայրենանվեր աշխատանք։ Որպես Կերոնի գործադիր տնօրեն, երբ որպես Վանան է, ինչպիսին եք ուզում տեսնել հայրենիքը 5 կամ 10 տարի անց։ Հաղորդման աջակիցն է Հայաստանում առաջին ու միակ գրոհե պաշտոնական առցանց խանութը։ Գնեք որակյալ գերմանական սանտեխնիկա օնլայն shop.grohe.am։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, այսօր մեր զրուցակիցը Կերոն զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանն է։ Բարև ձեզ Վանանե, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար, հաճելի է ձեզ տեսնելը մեր տաղավարում։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ 1.5 տարին մշակույթի կրթության ոլորտում ներդրում անելու եւ ճանաչելի դառնալու համար շատ կարճ ժամանակահատված է։ Հատկապես որ այդ ոլորտներում իսկապես երկար պետք է ներդրում անես, որպեսզի արդյունքը տեսանելի լինի, սակայն Կերոնին հաջողվեց շատ կարճ ժամանակահատվածում ճանաչելի լինել, նաև սիրելի լինել իր հայրենանվեր նախագծերով։ Եթե խոսենք ոչ թե իրականացված ծրագրերից, այլ արդյունքից, այնինչ ստացաք, ինչը ձեզ ամենաշատը գոհացրեց այս 1.5 տարվա ընթացքում։ Շնորհակալ եմ գնահատանքի համար եւ նման խոսքերի համար։ Իրականում այո, մեզ ոգևորում են նման խոսքերը, արձագանքները, որոնք մենք բազում ստանում ենք ամեն օր, եւ դա մոտիվացնում է եւ վստահեցնում է մեզ, որ մենք ճիշտ ուղի ենք բռնել եւ ճիշտ ուղով շարժվում ենք առաջ։ Այո, մենք առաջի անգամ ամփոփեցինք հիմնադրամի 1.5 տարին եւ առաջի անգամ լույս տեսավ մեր տարեկան հաշվետվությունը։ 25 թվականին մենք չամփոփեցինք 24 տարին, այսինքն հաշվետվություն որպես այդպեսին դուրս չեկավ, որտեղ մի քանի ամիս էին 24 թվականին աշխատում միայն, եւ այժմ երեկ դուրս եկավ մեր 24 եւ 25 թվականների տարեկան հաշվետվությունը միասին, որտեղ մենք ամփոփել ենք թվերով, նախագծերի քանակով, բյուջեով մեր արված աշխատանքը այս 1.5 տարիների ընթացքում։ Եվ երբ հետ ենք նայում, տեսնում ենք, թե քանի իրականացված նախագիծ ունենք, մարդկանց թիվը, որոնք ներգրաված է այս նախագծերի մեջ, ինչ ոլորտներում ենք մենք արել այդ նախագծերը, եւ իսկապես առանց ավելորդ համեստության կարող եմ ասել, որ այո, մենք փոքր թիմով, մեծ գաղափարով եւ սիրով ու հավատքով անում ենք մեր աշխատանքը եւ կարծես երբ նման ձևով է արվում ամեն ինչ, արձագանքն էլ լինում է եւ ինչը շատ ուրախացնում է իրականում վատն էլ կա, այսինքն մենք որոշ ժամանակ ստանում ենք նաեւ քննադատական կամ բացասական նկատառումներ մեր աշխատանքի վերաբերյալ, որին վերաբերում ենք շատ կառուցողական եւ շնորհակալությամբ լի, որովհետեւ դա էլ մեկ պահ կանգնելու եւ մտածելու առիթ է տալիս, բայց դրա կողքին այնքան շատ է դրականը, այնքան շատ է լուսավորը, որ իսկապես առաջ գնալու մեծ ցանկություն եւ նպատակ ունենք։ Հայ իրականության մեջ միշտ ակտուալ է եղել մտավորականների ակումբները, քննարկումները հենց Թումանյանի վերնատնից սկսված։ Հիմա Կերոնը իրականացնում է վերնատան գաղափարը։ Այս թվային դարաշրջանում ինչը չի բավարարում, օրինակ սոցհարթակներ արդյոք չեն բավարարում շփման, քննարկումների համար, որ հատուկ անդամների համար նախատեսվում է ֆիզիկական, այսպես ասած, հանդիպումներ, փակ քննարկումներ եւ որն է վերնատան նպատակը։ Այո, այսօր Կերոն հիմնադրամի համար պատմական օր է, որովհետեւ այսօր Թումանյանի ծննդյան օրը մենք բացում ենք
Կերոնի վերնատան դռները։ Այդ մեծ պատասխանատվությունը ինձ վրա չեմ վերցնի ասելով, որ մենք կրկնելու ենք Թումանյանի վերնատունը, բայց մեծ ոգեշնչում ենք ստացել հենց Թումանյանական վերնատնից։ Մեր գրասենյակը գտնվում է եւ ապագա վերնատունը գտնվելու է աֆրիկյանների պատմական առանձնատանը, որը նույնպես աֆրիկյան եղբայրները կարևորել են նման ակումբների գոյությունը եւ իրենց տան արչեվում Տերյան 11 հասցեում պատմականորեն գործել է աֆրիկյան եղբայրների ակումբը, որը ցավոք սրտի 2014 թվականին քանդվեց այդ շենքը գեղեցիկ եւ նաեւ մեր պատմության մեջ կան դրվագներ, երբ մտավորականները, արվեստագետները, գիտնականները հավաքվել են եւ մեր ազգի համար կարեւորագույն խնդիրներ տարբեր բնագավառների քննարկվել են նույն 70-ականների վերջին 80-ականների սկզբին մի խումբ մաթեմատիկոսներ մտավորականների հավաքներ էին կազմակերպում Ծաղկաձորում, որտեղ հավաքվում էին Սիլվա Կապուտիկյանը, Շիրազն ու քանդակագործ Քոչարը, մաթեմատիկոս Մերգելյանը, Լուսինե Զաքարյանը եւ այդ հանդիպումներից էր ծնվում տվյալ դեպքում ազգային վերածնունդի գաղափարը նաև։ Եվ այս ամենը մտքում ունենալով 2 տարի մեր մեջ նման հարթակ ստեղծելու գաղափարը կարծես հասունացել է եւ մեծ հպարտությամբ եւ մեծ նաև պատասխանատվությամբ ասեմ, որ սա երևի ամենապատասխանատու եւ ամենազգայուն նախագիծն է, որ մենք պիտի իրականացնենք, որովհետեւ մեր նպատակն է ստեղծել համայնք, մարդկանց համայնք, նախաձեռնող նույն արժեքների կիսող, ոչ անտարբեր մարդիկ, ովքեր կհավաքվեն եզակի փորձառությունների շուրջ եւ միասին կստեղծենք համայնք, որը միգուցե մեր երկրի համար նույնքան ստեղծարար եւ ապագային միտված խոսակցությունների, քննարկումների, անմիջական շփումների շնորհիվ կստեղծի մի արժեք մեր ապագայի համար։ Այո, դուք ճիշտ եք, որ թվային դարաշրջանում ֆիզիկական տարածք ստեղծելը եւ դրա կարևորությունը շեշտելը մի քիչ տարօրինակ կթվա, բայց առաջ չընկնենք, Աստվածն առաջ, ես վստահ եմ, որ այս հարթակը լիահույս եմ, որ այս հարթակը տարիներ անց նաև կծառայի կլինի որպես մի վայր, որտեղ ծնվեցին, ստեղծվեցին եւ առաջացան գաղափարներ, որոնք կյանքի կոչվեցին իդվաստ մեր հայրենիքի։ Կարելի է ասել, որ Կերոնը բացի շոշափելի նախագծեր իրականացնելուց ուզում է նաև մտածողություն փոխել, գաղափար է փոխում, գաղափարի շուրջ է համախմբում։ Ավելի ճիշտ միջավայր, այո, տեսեք, մեր գործունեության հիմնական նպատակն է մեր երկրում միջավայր փոխել եւ հենց դրան էլ միտված է մեր առաջնային ծրագիրը, Տաղանների ֆոնդ ծրագիրը, որի շրջանակներում մենք Հայաստան ենք հրավիրում լավագույն մասնագետների մեր 5 ռազմավարական ուղղություններից՝ արվեստ, մշակույթ, կրթություն, սպորտ, առողջապահություն եւ տարածքային զարգացում, ովքեր կտեղափոխվեն մեր երկիր երկարաժամկետ, կապրեն մեր երկրում եւ իրենց մասնագիտական գիտելիքներով մեր երկրում կփոխեն միջավայր։ Եվ այ մեր առաքելությանը, տեսեք, անգամ հպարտությամբ կարող եմ ասել, որ մայեստրո Տիգրան Մանսուրյանը երբ եկավ, ծանոթացավ մեր առաքելությանը եւ ծանոթացավ վերնատան գաղափարին, նույնպես նա մեծ սիրով մեզ համար մեծ պատիվ է, որ ցանկություն հայտնեց գրել վերնատան Ես ասում եմ հիմնը, նա ասում է, որ դա մուտքն է վերնատան եւ այսօր մենք բոլորս առաջի անգամ կլսենք այն ստեղծագործությունը, որ մայեստրոն գրել է վերնատան համար եւ ինձ համար շատ սիմվոլիկ էր, որ մայեստրոն ամիսներ շարունակ մտածեց այս ստեղծագործության շուրջ եւ պատկերացրեք նա վերցրել է Թումանյանական բանաստեղծություն եւ Կոմիտաս եւ երկուսի համադրությամբ ստացվել է մի հրաշալի երաժշտություն, որը նույնպես մեզ համար մեծագույն պատիվ է եւ այդ երաժշտությունը կհնչի վերնատանը։ Խոսենք նաեւ խաղահրապարակների մասին, գործունեության այսպես տարբեր լինելն էլ է հետաքրքիր։ Օրինակ, մշակութային ժառանգություն եք փորձում պահպանել, տարբեր նախագծեր եք անում եւ այլն, մեկ էլ խաղահրապարակ եք պատրաստում։ Ինչու խաղահրապարակ, ինչ ներդրում եք անում երեխաների վրա եւ ինչի համար։
Այո, ինչպես նշեցի, կերոնի հիմնական ռազմավարական ուղղությունները 5-ն են եւ տարածքային զարգացումը նույնպես մտնում է այդ նախագծերի մեջ եւ մենք ուրախությամբ տեսնում ենք ինչպես է փոխվում մեր քաղաքը, զարգանում եւ դրան զուգահեռ մենք ցանկացանք նաեւ քաղաքին նվեր միջավայր փոխելու մեր գաղափարախոսության մեջ ունենալ կառուցել խաղաղապարակ, որը կլինի միջազգային ստանդարտներին համաունչ, աշխարհի լավագույն խաղասարքերի ընկերությունների կողմից կահավորված, երեխաների համար զարգացնող, մտահորիզոնը լայնացնող եւ երազել թույլ տվող խաղաղապարակներ, որոնք աշխարհում կան եւ այդպես զարմանք չեն առաջացնում, իսկ մեզ մոտ ցավոք սրտի դեռ այդ մշակույթը այդքան զարգացված չէ եւ մենք մեկն էինք ուզում կառուցել որպես օրինակելի նմուշ քաղաքում, ցավոք մեկ մեծ տարածք քաղաքում չկարողացանք գտնել մեր ամբողջ գաղափարը իրականացնելու համար, այդտեղից այնպես ստացվեց, որ 3-ն են քաղաքում լինելու, 2-ը արդեն շահագործվում են եւ շատ մեծ սեր են վայելում եւ երեխաների կողմից եւ երեխաների ծնողների, որովհետեւ լինելով ծնող ինքդ հասկանում ես, որ երեխայի հետ ուզում ես ժամանակ անցկացնել եւ եթե դա չլինի կինո դիտում կամ ինչ որ միջոցառման, ծննդյան արարողության եւ այլն գնալու, դու չունես տեղ, որտեղ քո երեխայի հետ կարող ես պարզապես գնալ նստել հաճելի նստարանին եւ երեխատ ապահով, անվտանգ, ժամանակակից, ստեղծարար խաղաղապարակում խաղա։ Եվ այս տարի 3-րդ խաղաղապարակը մենք շուտով կշահագործենք մոտ 2-3 ամսվա ընթացքում եւ կարծում եմ, լիահույս եմ, որ սա նախադեպ կլինի այլ ընկերությունների, այլ մարդկանց համար, որ ներդրումը միայն շահույթ չի հետապնդում եւ շահույթը եւ ներդրումը եւ տանալիք ակնկալիքները երկարաժամկետ են լինում եւ այդ ներդրումը մեր հասարակության մեջ է լինում եւ միջավայր փոխելով մենք այո ճիշտ է կարճաժամկետ մենք չենք տեսնի դրա արդյունքները բայց երկարաժամկետ եթե նայես ապագայում մենք ունենանք կայացած հասարակություն, երջանիկ մանկություն ունեցած երեխաներ, որոնք կմեծանան եւ մեծ երազանքներով կլցվեն մեր երկրի շենացման գործին։ Խոսենք նաև Երևանի պետական բժշկական համալսարանի գրադարանի մասին նախագիծ, որը էլի մեծ, այսպես ասած, արձագանք ունեցավ։ Սա մեր առաջին նախագծերից մեկն էր, որ դեռ սկսել ենք 2024 թվականին գործունեության սկզբում եւ այո, նույնպես գաղափարից ելնելով, որ կերոնը փոխում է միջավայր։ Իսկ գրադարանը դա բոլորիս ուսանողական տարիների լավագույն վայրն էր, սիրված վայրն էր տարբեր համալսարաններում սովորելիս կարծում եմ կփաստեք, որ գոնե այդպես պետք է լինի, որ գրադարանում են անցնում ուսանողության երկար ու ձիգ ժամերը գրքերի շուրջ, շփման շուրջ, ոչ միայն գրքերի շուրջ եւ իսկապես այդտեղ է ձևավորվում ուսանողական միջավայրը, այդտեղից է սկսվում միջավայր փոխելը։ Եվ մենք զրուցեցինք պարոն Մուրադյանի հետ, բժշկականի ռեկտորի հետ եւ եկանք այն եզրահանգմանը, որ Երևանի պետական բժշկական համալսարանը լինելով առաջատար բուհերից մեկը, ունենալով շուրջ 8-10 հազար ուսանող, որոնցից 30%-ը միջազգային ուսանողներ են տարբեր երկրներից եւ ներկայիս գրադարանը իր ստանդարտներով չէր տալիս այն հնարավորությունները 21-րդ դարի ուսանողի համար, որպիսի ուսանողը կարողանա մնալ, սովորել եւ նաեւ բացի գիրք կարդալուց այդտեղ ժամանակ անցկացնել։ Իսկ շատ կարևոր է, որ ուսանողը ունենա իր համալսարանում վայր, որտեղ ինքը կարողանա նաեւ իր ուսումնական process-ից զատ մնալ եւ ժամանակ անցկացնել։ Ոչ ֆորմալ կրթություն, ոչ մասնագիտական գրքեր կարդալ, խմբային աշխատանքներ կատարել եւ այլն եւ այլն։ Եվ հպարտությամբ կարող եմ ասել, որ մենք հուսով մոտ 1 տարի անց կունենանք միջազգային լավագույն գրադարանային ճարտարապետական ընկերության կողմից նախագծված 3000 քառակուսի մետր զբաղեցնող միջազգային ստանդարտներին համապատասխան գրադարանային տարածք, որը նույնպես մեզ համար տիպային է եւ մենք լիահույս ենք, որ այս օրինակ կլինի վարակիչ եւ շուտով մենք տարբեր համալսարաններում կունենանք նման գրադարաններ ուսանողների համար։ Վստահ եմ, կերոնը ստեղծվելուց առաջ թիմը հաշվի առել ռիսկերը, պատասխանատվությունը եւ այլն, արդեն ընթացքում կա բան, որ չի համապատասխանել, օրինակ, կամ ավելի շուտ եք արդյունքը տեսել, կամ ավելին եք սպասում, այդպես չեղավ, վերցնել նման պատասխանատվություն շատ մեծ ռիսկ էր պահանջում։
Ճիշտ եք, պատասխանատվությունը շատ մեծ էր, թիմը 2 հոգուց էր բաղկացած ամենասկզբում, հիմա էլ մեծ թիմ չունենք, 10-12 հոգանոց թիմ ունենք եւ անում ենք ահռելի աշխատանք, ինչպես նշեցիք, տարբեր բնագավառներում 5 տարբեր ուղղությամբ եւ փոքր թիմով մեծ ծրագրեր իրականացնելը մեծ պատասխանատվություն էլ ենթադրում է եւ մենք վերցեցինք այդ պատասխանատվությունը եւ իրականում անգամ ես զարմացա այն փաստից, որ մենք գերազանցեցինք մեր ակնկալիքները, որովհետեւ լինելով երկար տարիներ սոցիալական ծրագրերում ներգրաված, Հայաստանի զարգացման ծրագրերում ներգրաված մարդ, ես ինքս ինձ մոտ 2 տարի էի տվել ժամկետ, որ Կերոն հիմնադրամը այն համբավը եւ այն որակը ցույց տա իր աշխատանքով, որպեսզի մարդիկ կարողանան վստահել, արժևորել եւ գնահատել մեր աշխատանքը։ Բայց իրականում ամիսներ անց 2024 թվականի անգամ ավարտին մենք արդեն ունեինք մեզ վստահողների, մեզ հետ համագործակցողների, մեր արժեքները կիսող մարդկանց մեծ բանակ, որը կրկնապատկեց եւ ավելի մեծացրեց պատասխանատվությունը եւ այն վերցրած նշաձողը, որը մենք վերցեցինք եւ որը պիտի բարձր կարողանանք պահել։ Խոսենք նաև AUKS-ի շենքի մասին։ Աբովյան 3 հասցեում գտնվող պատմական AUKS-ի շենքը էլի մեծ պատիվ եւ հպարտություն է, որ Երևանի սիրուն շենք, մենք այդպես ենք անվանում այս շենքին, որովհետեւ նա միակն է եւ անկրկնելի դրսից ճարտարապետությամբ ցավոք ներսից այլևս պահպանված չեն շենքը գեղեցկացնող էլեմենտները, բայց դրսից նա պահպանում է եւ վստահաբար կրում է այդ տիտղոսը Երևանի սիրուն շենք եւ 1.5 տարի առաջ Պետգույքի կոմիտեն հայտարարեց մրցույթ եւ մենք մեր գործընկեր 2 ընկերությունների հետ միասին վարձակալեցինք այդ շենքը 10 տարի ժամկետով եւ հիմա ցավոք կարող եմ նշեմ դեռ սկսված են միայն պատոհանների վերանորոգման աշխատանքները, որովհետեւ այս շենքը հանրապետական պատմամշակութային շենքերի ցանկին է պատկանում եւ իր հետ ցանկացած աշխատանք անելը մեծ թղթատարություն եւ մեծ պատասխանատվություն է ենթադրում, իսկ մենք շատ մեծ սիրով, պատասխանատվությամբ վերաբերվում ենք ցանկացած նախագծի, առավել եւս նման շենքերի հետ աշխատելուն եւ հիմա հուսով եմ, որ մոտ ժամանակներում վերջապես կստանանք շինթույլտվությունը եւ արդեն մեծ մասշտաբով կսկսենք շենքի վերակառուցումը եւ արտաքին եւ կտուրին կան գմբեթները, որոնք ամբողջովին վնասված են եւ ներսի հարդարումները արդեն կսկսվեն մաքսիմալ էլի վերականգնելով պատմական տեսքը լուսանկարներով, արխիվային փաստաթղթերով մենք մաքսիմալ փորձում ենք վերականգնենք ներքին եւ արտաքին տեսքը եւ մեծ հույս ունեմ, որ շուտով 1 տարի անց գոնե մենք կարողանանք հանրության առջև բացել այս եզակի շենքի դռները։ Վանան է, ես լսում եմ ու չեմ պատկերացնում, որ 1.5 տարվա ընթացքում է եղել այն ինչ որ իրականացրել եք։ Մաղթում եմ ձեզ, որ այս ողջավորությամբ շարունակեք եւ օրինակ երբ որ հանդիպենք 5 կամ 10 տարի անց աննկարագրելի լինի ձեր արած գործը, քանի որ հանդիպել ենք շատ կարևոր եւ նշանակալից օր Թումանյանի ծննդյան օրն է եւ ձեզ համար է շատ նշանակալից, որովհետեւ Կերոնում բացվում է վերնատունը, իսկ Թումանյանը իր հազարան բլբուլում, որի վրա 30 տարի աշխատեց, բայց այդպես էլ ավարտին չհասավ, ժողովուրդների հեքիաթն է, նաեւ հայերի ճակատագիրն էր համարում, առհասարակ հազարան բլբուլում հերոսը փոքր տղան, որպեսզի կարողանար հասնել հավքին, որպեսզի խռովացավքի Էդգար այգին նորից կանաչեր, նա փակում էր իր ականջները, որպեսզի չլսի մյուսների խոսակցությունը եւ գնում էր առաջ գործ անելով, այսպես ասած, եւ ինչու համեմատեցի գործ եք անում այն հույսով, այն նպատակով, որ մեր հավքը պետք է միշտ երգի այգում եւ այգին միշտ, այսպես ասած, ծաղկած լինի, որպես Կերոնի գործադիր տնօրեն, երբ որպես Վանան է, ինչպիսին եք ուզում տեսնել հայրենիքը 5 կամ 10 տարի անց։ Ինձ համար շատ կարևոր եւ անձնական դաշտում գտնվող հարց տվեցիք, քանի որ իմ հայրը մեր հայրենիքի անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման ակունքներում կանգնած է եւ ես մանկուց մեծացել եմ այդ մթնոլորտում եւ իմ հայրը լավագույն օրինակն է ինձ համար եղել, թե ինչպես կարելի է սիրել հայրենիքը անմնացորդ, առանց շատ խոսելու եւ լուր ու զուս բանելով հայրենանվեր աշխատանք։ Իմ երազանքն է, իմ ցանկությունն է, որ Հայաստանը այնպիսի երկիր լինի,
որտեղ բոլորս ուզենք ապրել, մեծացնել մեր երեխաներին եւ ցանկացած ճամփորդությունից կարոտով եւ սիրով վերադառնալ մեր հայրենիք։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ։ Հաղորդման աջակիցն է Հայաստանում առաջին ու միակ գրոհե պաշտոնական առցանց խանութը։ Գնեք որակյալ գերմանական սանտեխնիկա on-line shop.grohe.am